Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր, բարձր տրամադրություն, դրական լիցքեր, մենք սկսում ենք նոր աշխատանքային շաբաթ, ձեզ հետ միասին հանրայինի ուղիղ եթերում, բարի լույս։ Բարի լույս, տաղավարում Սևակ Հակոբյանն ու Վեգա Անդրեասյանն են, առաջիկա 1.5 ժամվա ընթացքում սուրճը, նախաճաշը, թեյը, ճանապարհները փորձելու ենք վայելել, երբեմն նյարդայնանալ միասին, այնպես որ մնացեք հանրային ռադիոյի հետ եւ փորձեք եթերը դարձնել ինտերակտիվ, մենք մեր կողմից, դուք ձեր։ Այո, ինտերակտիվ դարձնելու տարբերակները մի քանիսն են, մեզ կարող եք մեկնաբանություններ գրել երկու հարթակներում, armradio.am կայքում, մեր սեփական տարածքում ունենք live stream-ի հնարավորություն, որտեղ կա զրուցարան եւ իհարկե մեր Facebook-յան հարթակում Հայաստանի հանրային ռադիո, որտեղ live-ն արդեն գործարկված է։ Live-ը գործարկված է, մեր հավատարիմ ռադիո լսող Էդիկ Բաբուջյանն էլ ինչպես միշտ առաջինն է, որ հասցնում է մեզ մեկնաբանություն գրել, մենք էլ ինչպես միշտ շնորհակալություն ենք հայտնում նրան ակտիվության համար 553702-ը էլ այն հեռախոսը համարն է, որով կարող եք զանգահարել, ձեր ողջույնները փոխանցել, կիսվել մտքերով, մեր հյուրին հարցեր ուղղել, իհարկե ունենալու ենք նաև հյուր, դա արդեն եթերաժամի երկրորդ հատվածը։ Այո, անցնող ավելի ճիշտ անցած weekend-ը լի էր տարատեսակ իրադարձություններով, մարզական, երաժշտական, որոնց հենց այս հատվածում էլ անդրադառնալու ենք, հատկապես մեր մարզիկները մեզ ուրախանալու բազմաթիվ առիթներ տվեցին, բայց մինչ այդ լսենք օրվա առաջին երգը, որն իդեպ ոգեշնչված է կրկին Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, Հայաստանն էին ժամանել մի քանի հայտնի արտիստներ, նրանց շարքում էր Իմանին, որը առավել հայտնի է You Will Never Know երգով։ It breaks my heart 'cause I know you're the one for me. Don't you feel sad there never was a story, obviously. There'll never be and you will never know. I won't never show what I feel, what I need from you, no. And you will never know. I won't never show what I feel, what I need from you. And with every smile comes my reality, irony. You won't find out what has been killing me. Can't you see me? Can't you see? And you will never know. I will never show what I feel, what I need from you, no. And you will never know. I will never show what I feel, what I need from you, no, no. You will never know. I will never show what I feel, what I need from you, no, 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 no. You'll never know, no, no, no. You'll never know, no, no, no. Love me, love me, love me, love me, no. And you will never know. I will never show what I feel, what I need from you, no, no. You will never know.
what I need from you. No. Սուրճ ու սեր առավոտից։ Ապրիլի 27-ի առավոտը շարունակում ենք միասին, ապրիլն էլ ավարտվում է, փաստորեն այսօր երկուշաբթի է, սա փաստորեն ապրիլի վերջին աշխատանքային շաբաթն է եւ վերջին երկուշաբթին, այսօր կարծես արդեն մայիսի 1-ն է, եւս մեկ տոնական օր, բայց այդ օրը արդեն մենք կլինենք եթերում, քանի որ եթերում ենք միշտ ամեն աշխատանքային առավոտ ժամը 9:30-ից մինչև 11-ը։ Երբեմն էլ ոչ աշխատանքային առավոտներ, այնպես որ այո, ամբողջ շաբաթվա ընթացքում օրը սկսեք հանրային ռադիոյի հետ, ապրիլը շուտով կավարտվի եւ հուսանք գարունը վերջապես կսկսվի այս հատվածում փորձեք ձեզ ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվությունը, որ տանից դուրս գալուց առաջ հաստատ չի խանգարի, տեսնենք թե ինչպիսին է եղանակը Հայաստանում։ Այո, սկսենք եղանակից, օդի ջերմաստիճանը կարծես թե գարնանային տրամադրությանը վերջապես սկսել է համապատասխանել, չնայած ըստ կանխատեսումների անձրև եւ ամպրոպ դեռ լինելու է։ Եվ այսպես եղանակին համապատասխան ֆոնային երաժշտությունը նախ թող հնչի, այնուհետև խոսենք եղանակից հանրապետության տարածքում այսօրվանից մինչև ապրիլի 30-ը, նաեւ մայիսի 1-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ տեղ հնարավոր է նաեւ կարկուտ առանձին հատվածներում, իդեպ այսօր վեգատեղումները կլինեն ավելի ինտենսիվ։ Քամին հարավարևմտյան է 2-ից 5 մետր վարկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամուշ գնացում 16-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը ցավոք նվազելու է 4-ից 6 նիշով, բայց մի քանի օր անց ամեն ինչ տեղն է ընկնելու, ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ին նույնքան կբարձրանա։ Մայրաքաղաքում այսօր եւս ժամանակ առ ժամանակ ու առաջիկա 2 օրերին սպասվում է կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ նաեւ քամու ուժ գնացում։ Եվ տեսնենք օդի ջերմաստիճանի տեսանկյունից ինչ են ասում օդերևութաբանները, ցերեկը 19-ից 21 աստիճան կլինի, բավական բարձր է, երեկոյան 14-ից 16, իսկ գիշերը 7-ից 9 աստիճան տաքություն է սպասվում մեր սիրելի մայրաքաղաքում։ Հեռախոսային հավելվածն էլ հուշում է, որ այս պահին Երևանում 14 աստիճան տաքություն է։ Իդեպ այո, բավական գեղեցիկ առավոտ է, անկախ նրանից թե օրվա երկրորդ հատվածում տեղումներ կլինեն, թե չեն լինի, ամեն դեպքում առավոտը այո, այս հատվածի վրա եւ կարևորը ջերմաստիճանը բավական բարձր է։ Բավական երկար սպասում էինք, թե որ պահից է փրկարար ծառայությունը դադարել ու հորդորել, երթևեկել միայն ձմեռային անվադողերով։ Այսօր փրկարար ծառայությունն արդեն խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով այն հատվածներում, որտեղ դեռևս սպասվում են ձյան տեսքով տեղումներ, այնպես որ եթե առավել բարձրադիր հատվածներում եք երթևեկում կամ եղանակի տեսությունը հուշում է ավելի, ինչպես Սևակն ասաց, ինտենսիվ եւ խիտ տեղումների մասին, դեռ անվադողերը մի փոխեք։ Չնայած այս բանին փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Վրաստանի եւ Ռուսաստանի Դաշնության այններն էլ տեղեկացնում են, որ Ստեփանցմինտալ-Լարս ավտոճանապարհը նույնպես բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, միայն Արագածոտնի մարզում Ամբերտ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհներն են շարունակում փակ մնալ։ Գանք մեր մայրաքաղաք, տեսնենք ինչ է ասում խցանումների քարտեզը, գիտեք, վերջին շրջանում Իսակովի պողոտայում լայնածավալ շինարարական աշխատանքները ել ավելի ծանրացրել էին երթևեկությունը այդ հատվածում եւ կարծես թե իրավիճակը շարունակում է մնալ նույնը, թեև բավական հատված արդեն հիմնանորոգված եւ վերանորոգված է այս փողոցում, բայց ծայրից ծայր Իսակովը դեպի կենտրոն եկող հատվածը ծանրաբեռնված է, իդեպ խցանումային նիշը այս պահին 7 է։ Մայրաքաղաքում Աթենքի փողոցը Բրազիլիայի հրապարակից դեպի Հաղթանակ կամուրջ կրկին ծանրաբեռնված է, դեռ այս ամենը իրականում սկսվում է Ծիծեռնակաբերդի խճուղուց, գանք ավելի կենտրոն հատվածներ Արգիշտի փողոց Վազգեն Սարգսյանը շարունակվելով դեպի Արգիշտի եւ Երևանի քաղաքապետարան ծանրաբեռնված է։ Ինչ կա այստեղ Հանրապետության հրապարակում իրավիճակը արդեն թեթևացել է, հաշվի առնելով որ մեծամասշտաբ միջոցառում էր վերջերս անցկացվում այնտեղ եւ խցանումները կրկին շատ էին, բայց Ամիրյան փողոցը դեպի Մաշտոցի Բողոտա շարժվող հատվածը ծանրաբեռնված է, Ամիրյանը նաև Սարյանից դեպի Մաշտոց ուղղությունն է ծանրաբեռնված, գանք մեր փողոցներ, մեր հատվածներ ռադիոտանը մոտ Սայատնովան օպերայից դեպի ռադիոտուն շարժվող ուղղությունը բավական ծանրաբեռնված է, հակառակ ուղղությունը կարծես թե թեթև է, Կորյունը դեպի Մատենադարան գնացող հատվածը կրկին ծանրաբեռնված է, Բաղրամյան փողոցը զարմանալիորեն ազատ է, միայն բարեկամության հատվածում կա ծանրաբեռնվածություն եւ
նաև Կիևյանը դեպի բարեկամություն շարժվող դե Կոմիտասն էլ ծայրից ծայր տեղ երթևեկությունը բավական դժվար է առաջ շարժվում։ Մնում է համբերություն մաղթել մեր ռադիո լսողներին, կոչ անել ոչ միայն մնալ մեզ հետ, մնալ հանրային ռադիոյի հետ, այլ նաև զանգահարել, գուցե ինֆորմացիա փոխանցել նաև այս առումով, իսկ մինչ այդ շարունակելով ձեզ փոխանցվող ինֆորմացիան ներկայացնեմ տարադրամի այսօրվա փոխարժեքը։ Ամերիկյան դոլարը համարժեք է 371 դրամի եւ 83 լումայի, ըստ կենտրոնական բանկի 434 դրամ եւ 37 լումա է այսօր եվրոն, ռուսական ռուբլին 4 եւ 9 է, վրացական լարին 138 դրամ է 2 լումա, 501 եւ 41 է բրիտանական ֆունտ ստերլինգը, 473 դրամ ներողություն, խառնեցի, դիրհամը 101 դրամ է եւ 24 լումա, իջել է։ Այո։ Եվ իրանական ռեալը 0.28 բազմա հազարը շարունակում մնալ, այս մասով փոփոխություն զարմանալիորեն չկա։ Սա էլ տարադրամի փոխարժեքը, ահա այն կարևոր տեղեկատվությունը, որ ձեզ ներկայացնում ենք առավոտյան, կարծես թե ամեն ինչից խոսեցինք, չէ՞, եղանակ, խցանումներ, ավտոճանապարհներ, օրացույցը չենք թերթել, բայց օրացույցում այսօր շատ հետաքրքիր բաներ չկար, կարծես թե միայն Շիրազի ծննդյան օրն է։ Այո, այսօր հայ մեծ գրող Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է եւ ուստի կարելի է շնորհավորել բոլոր նրանց, ովքեր նրա ստեղծագործությունների երկրպագուն են եւ թե դպրոցական ծրագրում եւ թե հետո, չէ, տարատեսակ ստեղծագործություններ մեզ միշտ ուղեկցել են, հատկապես մեծ պոետի սերը Արարատ լեռան հանդեպ եւ հայրենիքի հանդեպ, մայրիկի հանդեպ նրա ստեղծագործություններում կարմիր թելով գնում է այդ ամենը։ Շիրազին դեռ կհասցնենք անդրադառնալ եթերի ընթացքում, այժմ եւս մեկ երաժշտական դադար, որից հետո կշարունակենք։ Վերջիտա աշուն եկավ հավքեր թռանից դու չկաս լուսնակ գիշեր է առանց քեզ էլի կուլամ դե արի մի տարի է յարից մի բարի է լուրը չի գալի է երևի արս խռովել չլինի արս
ուսեր առավոտից։ Ինանցե 45, դուք շարունակում եք հետևել հանրայինի առաջին ծրագրին եւ մենք շարունակում ենք ապրիլի 27-ի առավոտը միասին եւ շատ ուրախ ենք այժմ կիսվել ձեզ հետ հաղթական դուրերով անցած շաբաթվա հանգստյան օրերին եւ դրան նախորդող օրերին եւս մեր մարզիկները շարունակում են փայլել իրենց ելույթներով եւ մեծ հպարտության պահեր պարգեւել եւ սկսենք ամենաթարմ նորությունից, այնուհետեւ ընդհանուր առմամբ կամփոփենք մերոնց հաջողությունները եւ այսպես շատ մեծ հպարտությամբ ենք ձեզ հայտնում, որ Գարիկ Կարապետյանը նա ապրիլի 25-ին դարձավ Եվրոպայի ծանրամարտի չեմպիոն, հրում վարժությունում Կարապետյանը բարձրացրեց 215-226 կիլոգրամ եւ այս ձևում առաջինն է երկամարտի 415 արդյունքով, երրորդ անգամ նա դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Ունենք երրակի չեմպիոն, Վարազդատ Լալայանը դարձավ ծանրամարտի երրակի չեմպիոն Եվրոպայի, առաջնության 110+ կիլոգրամ քաշային կարգում հաղթանակ տարավ Հայաստանի հավաքականի անդամը եւ այսպիսով դարձավ Եվրոպայի երրակի չեմպիոն Պոկում վարժությունը նա ավարտեց 210 կիլոգրամ արդյունքով նվաճելով փոքր ոսկե մեդալ, հրում վարժությունում Լալայանը հաջողությամբ գլխավերևում պահեց 241 կիլոգրամ ծանրաձողը, այս ձևում եւս լինելով լավագույնը երկամարտի 451 կիլոգրամ ընդհանուր արդյունքով Վարազդատ Լալայանը երրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Իդեպ մինչև մեծ եւ ամենահաճելի լուրին անդրադառնալը, ասեմ, որ Լալայանին է անդրադարձել Լաշա Տալախաձեն, վրացի, որը նույնպես լեգենդար մարզիկ է համարվում ծանրամարտ մարզաձևում, նա նշել է, որ կես կատակ կես լուրջ ասել է Վարազդատ Լալայանն ունի Լոս Անջելես 2028 օլիմպիական խաղերում հաղթելու բոլոր հնարավորությունները։ Եթե իհարկե ես այնտեղ չլինեմ, նա ասել է վերադառնալու մեծ ցանկություն ունեմ, եթե հասկանամ, որ կա թեկուզ 1% հնարավորություն նորից հաջողության հասնել, այդ շանսը բաց չեմ թողնի։ Լալայանն էլ հասցրել է արձագանքել եւ ասել է, որ եթե նախ նշել է, որ շատ ուրախ է իհարկե հաղթանակի համար, հետո էլ ասել է, եթե Լաշա Տալախաձեն ցանկանում է վերադառնալ եւ մրցել ինձ հետ, ես սպասում եմ նրան։ Ահա, այսպեսի փոխադարձ արձագանքներ միմյանց եւ ինչպես նշեցինք, ամենահաճելի ու սպասված լուրը Բաթումիում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկրորդ տարին ճանաչվել է թիմային հաշվարկով բացարձակ հաղթող, ահա հրաշալի է սա, իդեպ մեր կանայք էլ չեն զիջում իրենց ուժով եւ իրենց հնարավորություններով այս մրցաձևում եւ այս առաջնությունում կանանց հավաքականն էլ այս ցուցանիշով գրանցվել է պատվավոր երրորդ տեղը, մրցաշարին մեր երկիրը մասնակցում էր 16 ծանրորդով, 8 տղամարդ եւ 8 կին, շատ լավ հավասարություն է եւ մեր մարզիկների գրանցած արդյունքներին կարծում եմ վերջում արժե այսպես համառոտ անդրադառնալ Վեգա, ոսկե մեդալակիրներ, չեմպիոններ, ինչպես նշեցինք երկուսի անունները, որոնք վերջին օրերին դարձան, Գարիկ Կարապետյան, Վարազդատ Լալայան եւ մեր կին հրաշալի արդյունք գրանցած Էմմա Պողոսյանը, որը 86 կիլոգրամ երկամարտի 248 կիլոգրամ արդյունքով զբաղեցրել է առաջին տեղը եւ կրկին դարձել է չեմպիոն։ Իդեպ նաեւ նշեմ, որ Էմման արդեն հանդիսանում էր երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, 19-ամյա Էմմա Պողոսյանի մասին է խոսքը, որը եւս մեկ անգամ պատվով բարձր պահեց ոչ միայն ծանրաձողը, այլև Հայաստանի անունն ու դրոշը, այնպես որ նրան նույնպես հատուկ շնորհակալություն, նրա հաղթանակից հետո մենք եթերում չենք եղել։ Արծաթե մեդալակիրներին նույնպես շնորհակալություն հայտնենք Գառնիկ Չոլակյանը, Գոր Սահակյանը, Արա Աղանյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն էլ մեզ արծաթե մեդալներ են բերել։ Եվ ունենք նաև բրոնզե մեդալակիր Մարտին Պողոսյանը 79 կիլոգրամ քաշային կարգում երկամարտի 338 կիլոգրամ արդյունքով գրանցել է երրորդ տեղը։ Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մեր մարզիկներին, եւս մեկ անգամ ենք ասում, որ մենք առաջին տեղում ենք, տղամարդկանց հավաքականը երկրորդ տարին ճանաչվել է թիմային հաշվարկով բացարձակ հաղթող։ Միշտ հրաշալի է, անկախ տրամադրությունից, անկախ իրավիճակից, աշխարհում, երկրում, երբ մեր մարզիկները հաղթում են եւ հատկապես իրենց հաղթանակն էլ կապում են այս կամ այն իրադարձության հետ, իդեպ մեր կին մարզիկը, որը առաջին տեղը զբաղեցրեց, դա հենց ապրիլի 24-ին էր եւ նա իր խոսքում նշեց, որ հենց կուզեր այսօրը հաղթել, ինչը շատ ճիշտ ուղերձ էր թե մեզ թե աշխարհին, այո։ Իդեպ քանի դեռ շարունակում ենք հաղթանակներից խոսել, Հայաստանի հավաքականի պաշտպան, եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանն էլ դարձել է Սերբիայի չեմպիոն։
չեմպիոն Ահա։ Crvena Zvezda-ի կազմում Հայաստանի հավաքականի պաշտպանը Բելգրադի Crvena Zvezda-ի կազմում առաջնության ավարտից 4 տուր առաջ դարձավ անհասանելի մրցակիցների համար 33-րդ տուրում Բելգրադյան դերբիում 3-0 հաշվով պարտության մատնելով Պարտիզանին եւ վաստակելով 82 միավոր այսպիսով անկախ նրանից թե ինչ խաղեր կլինեն արդեն թվի առումով անհասանելի է եւ արդեն չեմպիոնը երկրորդ տեղում գտնվող Պարտիզանն ունի 65 միավոր բայց թիմը շարունակում է պայքարը Եվրոպայի լիգայում եւ Սերբիայի գավաթի խաղարկությունում այնպես որ հաղթական նորությունները այս անգամ շատ են մեր հայազգի մարզիկների համար դա մեզ ստիպում է վերհիշել Queen-ի ամենահայտնի երգը We Are the Champions շնորհավորում ենք մեր մարզիկներին եւ այս ստեղծագործությունն էլ նվիրում ենք իրենց Time after time I've done my sentence but committed no crime and bad mistakes I've made a few I've had my shadows and kicked in my face but I've come through and I need to go We are the champions, my friends and we'll keep on fighting till the end We are the champions We are the champions No time for losers 'cause we are the champions of the I've taken my bows at my curtain calls. You brought me fame and fortune and everything that goes with it. I thank you all, but it's been no bed of roses, no pleasure cruise. I consider it a challenge before the whole human race, and I ain't gonna lose. And I need to go We are the champions, my friends, and we'll keep on fighting till the end. We are the champions. We are the champions. No time for losers, 'cause we are the champions of the world. The champions, my friends, and we'll keep on fighting till the end. Oh, we are the champions. We are the champions. No time for losers, 'cause we are the champions. The station with the best music. Best music. I love the music. Best music. Ինանց 54 րոպեներ անց մենք արդեն անդրադառնալու ենք վերջին ժամի նորություններին ռադիոլուրի մեր գործընկերոջը կհյուրընկալենք մեր տաղավարում ու կծանոթանանք թե ինչ է կատարվել աշխարհում, Հայաստանում, տարածաշրջանում ժամը 10-ի դրությամբ, բայց մինչև այդ վերջին օրերին Հայաստանը իրոք լի էր իրադարձություններով եւ նաեւ մեր մարզիկների մրցելույթները մեր օրակարգի գլխավոր թեման էին եւ վեգա նաեւ Հայաստան էին ժամանել մի շարք արտիստներ, որոնց անունները միգուցե փոքր տարիքում առավել հաճախ էինք հնչեցնում
Իմանին լսեցինք, հիշում ես Ինգրիդին։ Չէ, այ Ինգրիդին չեմ հիշում, Իմանին հենց այս երգով եմ ճիշտ ճանաչում, որը ամենասկզբում լսեցինք, շատ եմ սիրում այդ երգը, բայց Ինգրիդին չեմ հիշում։ Հենց հիմա ես կթարմացնեմ քո հիշողությունը, անհնար է այս երգը երբևէ լսած չլինես։ Նրանք իդեպ Հայաստանում էին խաղաղության ձայնը խորագրով փառատոնին եւ Հանրապետության հրապարակում ելույթ ունեցան Outlandish խմբին, կարծում եմ կհիշես, նրանք եւս մեր մանկության անբաժան մասն էին։ Ահա այս հնչյունները կարծում եմ քեզ շատ ծանոթ պետք է։ Ահա, իհարկե, այո, շատ լավ, հիշեցի, փաստորեն գիտեին։ Այո, երկչույն եւս ժամանել էր Հայաստան եւ իդեպ ի տարբերություն մյուս արտիստների նա ոչինչ, խոսում էր նաև հայերեն եւ երգեց հայերեն, ով սիրուն հայկական դուդուկի ուղեկցությամբ իսկապես պատրաստվել էր այս փառատոնին։ Այս շրջանում Հայաստանը կարծես իրադարձությունների կենտրոնում է, շուտով նաև եվրոպական մեծ համաժողովն է տեղի ունենալու Հայաստանում, ինչի պատճառով գիտեք հաջորդ այսօրը աշխատանքային չի լինելու Հայաստանում, բայց իհարկե դա մեզ չի վերաբերում եւ այս արտիստները եւս մեկ անգամ իրենց Instagram-յան էջերում նաև գովազդեցին Հայաստանը, ինչը եւս հաճելի է։ Այո, հաճելի է, երբ միջազգային հարթակներում Հայաստանի մասին խոսում են, եւ հաճելի է նաև, երբ ինչպես դու նշեցիր, արտիստները պատրաստված են իսկապես գալիս, երբ հայերեն 1 կամ 2 բառ էլ հնչում է, հասկանում ես, որ մարդը գոնե մի փոքր ուսումնասիրել է, ջանացել է, այո, ինչը իհարկե հաճելի է։ Շատ հաճախ մեծագույն արտիստները նման շրջագայությունների ժամանակ ռոբոտների են վերածվում եւ հաճախ նրանք չեն էլ գիտակցում, չէ, որ երկրում են ինչ պատմություն ունի, գալիս են օդանավակայան, գնում են իրենց թանկարժեք հյուրանոցային համար, հետո իրենց ուղեկցում են մարզադաշտի ելույթի եւ հետո կրկին ինքնաթիռով գնում են մեկ այլ երկիր։ Իհարկե սա մեղադրելու էլ չի, նման մեծ մասշտաբ նախագծերում ներգրաված արտիստները հաճախ ժամանակ չունեն գիտակցելու որտեղ են եւ ինչ են անում։ Հատկապես որ գրաֆիկներն էլ հաճախ այնքան ծանր է լինում, որ իրենք էլ սպառված են լինում, հաճախ երբ նույնիսկ ճամփորդելիս լինում է, չէ, վերադառնում ես եւ երբ գրաֆիկը շատ խիտ է, մի տեսակ մոռանում ես ինչը որտեղ ես տեսել, նույնն էլ կարծում եմ նրանց դեպքում է, այնպես որ առավել գովելի եւ հաճելի է, երբ արտիստները պատրաստված են գալիս, այո, իդեպ շուտով Հայաստանում հյուրընկալելու ենք նաեւ Լարա Ֆաբյանին, սիրված արտիստ, որը կրկին մանկությունից մեզ ուղեկցում է եւ նրա այդ ժտեմ երգը մի փոքր այլ մեկնաբանությամբ վերջին շրջանում կրկին տրենդային է, չէ, TikTok-ում։ Չեմ ֆիքսել, չեմ հանդիպել, բայց այո, ես նկատում եմ, որ հին երգերը շարունակում են բարբերաբար տրենդային դառնել, գարուն էլ, չէ, կարծես թե էլի ժամանելու է եւ ընդհանրապես մոտենում է ամառը, ինչը ենթադրում է, որ ամառային մեծամասշտաբ փառատոնները կսկսվեն, որոնք եւս միմյանց հետ պայքարում են, թե ինչ հայտնի headliner-ների, հա, այսինքն գլխավոր հյուրերի պետք է հրավիրեն Հայաստան, որոնք ելույթ կունենան հայ հանդիսատեսի համար։ Առհասարակ կարծում եմ հաճելի է, որ հայ հանդիսատեսն էլ եվրոպական այլ երկրների նման գնալով ավելի հաճախ է ունենում հնարավորություն միջազգային եւ համաշխարհային ճանաչում ունեցող արտիստներին լսելու։ Եթե չեմ սխալվում, ունենք գովազդային փոքրիկ դադար, որից հետո կվերադառնանք, կողջունենք ռադիոլուրի մեր գործընկերոջը եւ կպարզենք, թե ինչպիսին են նորությունները ժամը 10-ի դրությամբ։ Սուրճ ու սեր առավոտից։ Ինանց է 59, դուք շարունակում եք հետևել Հանրային ռադիոյի առաջին ծրագրին, մեր տաղավարում է մեր գործընկերը Կարենը ռադիոլուրից, Կարեն, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ժամանակ չունենք զրուցելու, միայն ողջունենք եւ հարցնենք ինչպիսին է երկուշաբթի օրվա լրահոսը։ Մի քիչ աղքատիկ, բայց Այո, բոլոր գործընկերները ռադիոլուրի նշում են, որ երկուշաբթի առավոտյան լրահոսը այդքան էլ հարուստ չէ, բայց կարևոր է վատ լուրերով լի չլինի, թող աղքատիկ լինի։ Յուրաքանչյուր ժամագլխի մեր գործընկերները ներկայացնում են թարմ, ճշտված, օբյեկտիվ նորություններ Հայաստանից, տարածաշրջանից եւ իհարկե աշխարհից։ Ռադիոլուրի նաեւ կարող եք հետևել եւ նորություններին ծանոթանալ մեր կայքում armradio.am, որտեղ պարբերաբար թարմացվում է լրահոսը։ Դե ինչ տեսնենք ժամը 10-ի դրությամբ ինչ է կատարվել Հայաստանում ու աշխարհում, հետևենք ռադիոլուրի թողարկմանը։
Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, բարև ձեզ, հանրային ռադիոյի ուղիղ եթերում աշխատանքն է շարունակում ռադիո լուր լրատվական ծրագիրը, տաղավարում Կարեն Ղազարյանն է։ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են ապրիլի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Ֆրանսիայում։ Ծրագրված է հանդիպում Ֆրանսիայի, Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Փարիզում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի պաշտոնական բացումը։ Նախատեսված է նաև եվրոպական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։ Նիկոլ Փաշինյանին շնորհվել է 2026 թվականի Գերնիկա մրցանակը խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ Նույն մրցանակին արժանացել է նաև Իլհամ Ալիևը։ Վարչապետի անունից մրցանակը ստացել է Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սոս Ավետիսյանը։ Ապրիլի 26-ին նա Գերնիկա Լումո քաղաքում մասնակցել է 2025 թվականից ի վեր շնորհվող Գերնիկա խաղաղության եւ հաշտեցման ամենամյա մրցանակաբաշխության միջոցառումներին։ Ինչպես հայտնում է դեսպանության Facebook-յան էջը, դեսպան Ավետիսյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ստացել է 2026 թվականի Գերնիկա մրցանակը, որը շնորհվել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին երկու երկրների միջև խաղաղության հաստատման ուղղությամբ գործադրած ջանքերի համար։ Միջոցառումներ են ձեռնարկում խաղաղության ամրապնդման եւ այն գործնականում կյանքի կոչելու համար։ Խաղաղության եւ հաշտեցման համար Գերնիկայի մրցանակ ստանալու արդիվ ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Մեր երկու հասարակություններն էլ արդեն զգում են խաղաղության իրական օգուտները տնտեսական, առևտրային եւ այլ ոլորտներում։ Այսօր Ադրբեջանը երրորդ երկրներից իր տարածքով ապահովում է սեփական նավթամթերքի, ինչպես նաև ցորենի եւ այլ ապրանքների արտահանումը Հայաստան, նշել է նա։ Ըստ Ալիևի, երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումները իրենց հերթին կարևոր նշանակություն ունեն տևական խաղաղության հաստատման համար։ Մեջբերում Ադրբեջանի եւ Հայաստանի օրինակը վկայում է այն մասին, որ չնայած ձգձգված հակամարտությանը, տառապանքներին եւ փոխադարձ անվստահությանը, խաղաղության կարելի է հասնել ուժեղ քաղաքական կամքի եւ միջազգային աջակցության արկայության դեպքում, շեշտել է Ալիևը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը ի պատասխան Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Ձորակ շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ շահարկումների տեղեկացրել է, որ ապրիլի 16-ին կենտրոնում գրանցված երկու մահվան դեպքերը պայմանավորված են եղել շահառուների առողջական խնդիրներով։ Նշվում է, որ սահմանված ընթացակարգի համաձայն դեպքերի մասին իրավապահ մարմինները տեղեկացվել են։ Գործընկեր լրատվամիջոցներին կոչ եմ անում զերծ մնալ դեպքի վերաբերյալ շահարկումներից, իսկ հարցերի դեպքում դիմել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, ասված է գրառման մեջ։ Զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում Ձորակ շուրջօրյա խնամքի կենտրոնում դիերի հայտնաբերման մասին։ Երևանում շարունակվում են փողոցների հիմնանորոգման աշխատանքները, երթևեկությունը երևանցիների համար ավելի անվտանգ եւ հարմարավետ կազմակերպելու նպատակով Facebook-ի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Մեջբերում Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան փողոցում խորհրդային միության տարիներին կառուցված հին խրամուղիների պատճառով առաջացել էր փլուզման վտանգ։ Նախագծի շրջանակում կլուծվի տարիներ շարունակ ձգձգված խնդիրը։ Ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոփոխվում են արկա ենթակառուցվածքները։ Կառուցվում է նաև անձրևատար համակարգ, որը երբեք չի եղել, գրել է Ավինյանը։ Մի քանի լուր օրվա միջազգային լրահոսից Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Սանկտ Պետերբուրգ։ Իրանի արտաքին գործերի նախարար Սեյիդ Աբբաս Արաղչին երկուշաբթի առավոտյան ժամանել է Սանկտ Պետերբուրգ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու եւ բանակցություններ վարելու համար, հաղորդում է ԻՌՆ-ն։
Ավելի վաղ Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել էր, որ առողջին կայցելի Սանկտ Պետերբուրգ։ Իրանի արտաքին գործերի նախարարի այցը ըստ դիվանագետի նպատակ ունի առաջ մղելու Իրանի շահերը արտաքին սպառնալիքների պայմաններում։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով խոսել են Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների վերսկսման հրատապ անհրաժեշտության մասին, հայտնում է Downing Street-ը։ Սթարմերի գրասենյակից մանրամասնել են, որ Թրամփի հետ նա կիսվել է Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը վերականգնելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ համատեղ նախաձեռնության ընթացքով։ Նախքան Իրանի դեմ Ամերիկա-իսրայելական համատեղ ավիահարվածների մեկնարկը Հորմուզով անցնում էր համաշխարհային էներգետիկ մատակարարումների 20%-ը։ Պատերազմի պատճառով նեղուցի անանցանելիությունը գների թանկացման պատճառ է դարձել աշխարհում, այդ թվում Մեծ Բրիտանիայում։ Կիևին վարք հատկացնելու որոշումից հետո ուկրաինական հակամարտության բեռը ԱՄՆ-ից տեղափոխվում է Եվրամիություն։ Այս մասին գրում է ամերիկյան Wall Street Journal թերթը։ Պարբերականի տվյալներով Վաշինգտոնն աստիճանաբար կրճատում է իր ներգրավվածությունը, ուշադրությունը սևեռելով այլ տարածաշրջանների վրա։ Արդյունքում Ուկրաինային աջակցելու գործն ավելի ու ավելի է ընկնում եվրոպական երկրների ուսերին։ Հակամարտությունը հիմա հաստատապես Եվրոպայի պատերազմն է, ասված է հրապարակման մեջ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ պատասխանատվությունը փոխանցելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նպատակներից մեկն էր։ Սպանվել է Մալիի պաշտպանության նախարար Սադիո Կամարան, հաղորդում է Reuters-ը։ Լրատվամիջոցի տվյալով Կամարան սպանվել է Ալ-Քայդա ահաբեկչական խմբավորման հետ փոխկապակցվող GNIM խմբի զինյալների նախաձեռնած հարձակման ժամանակ։ Ալ Ջազիրայի փոխանցման պաշտոնյան սպանվել է մայրաքաղաք Բամակոից 15 կիլոմետր հյուսիս-արևմուտքում գտնվող Կատիի կեցավայրում։ Կատիում է բնակվում նաև ժամանակավոր նախագահ Ասիմի Գոյիտան, որը չի տուժել հարձակումից։ Նախորդին Բամակոյում եւ երկրի ներքին շրջանների մի քանի բնակավայրերում կրկին պայթյունների ձայներ էին լսվել, բանակը հայտնել էր, որ տարբեր խմբեր համակարգված հարձակումներ են սկսել։ Այս ժամի համար այսքանը, տաղավարում աշխատեց Կարեն Ղազարյանը, թարմացված տեղեկատվությամբ ռադիոլուրը եթեր կվերադառնա ժամը 11-ին։ Սուրճ ու սեր առավոտից։ Սերս երամ սիրտս տանի ու ամպերի նման բես վերև հանի Սերս երամ սիրտս տանի Սեր կա երկնքում Երևանի Չգիտեմ անկեղծ ասած ինչու եմ ես ալիս Թե ինչու են իմ աչքերը թաց Երջանկությունից են արցունքները իմ գալիս Քեզ է սիրտը իմ սիրահարված Չթողնես էլ ինձ քո գրկից բաց Սերս երամ սիրտս տանի ու ամպերի նման բես վերև հանի Սերս երամ սիրտս տանի Սեր կա երկնքում Երևանի Սերս երամ
Համբուրում եմ քեզ աչքերս փակ Որ թվատ է մոլորակը Թարս է պատտվում Որ առնես դու ինձ քո գիրկը տակ Գիշերվա կեսին աստղերի տակ Սերած երամ սիրտս տանի ու ամպերի նման մեզ վերև հանի Սերած երամ սիրտս տանի Սեր կա երկնքում Երևանի Սերած երամ սիրտս տանի ու ամպերի նման մեզ վերև հանի Սերած երամ սիրտս տանի Սեր կա երկնքում Երևանի Սերած երամ սիրտս տանի ու ամպերի նման մեզ վերև հանի Սերած երամ սիրտս տանի Սեր կա երկնքում Երևանի Սերած երամ սիրտս տանի ու ամպերի նման մեզ վերև հանի Սերած երամ սիրտս տանի Սեր կա երկնքում Երևանի Սեր կա երկնքում Երևանի Սուրճ ու սեր առավոտից։ Սեր կա երկնքում Երևանի, սեր կա նաև մեր սրտերում եւ այդ սերը ռադիոալիքներով փոխանցում ենք ձեզ ու ասում բարի լույս եւս մեկ անգամ 10:12 բարի լույս բոլոր նրանց, ովքեր մեզ միացել են եթերաժամի այս հատվածում։ Այո, դուք լսում եք Հանրային ռադիոն, սիրով հիշեցնում ենք, որ մենք ուղիղ եթերում ենք նաև մեր կայքում armradio.am եւ մեր Facebook-յան էջում եւ արդեն կարծես թե ունենք նոր մեկնաբանություններ, սիրով ընթերցենք դրանք։ Մանուշակ Թումանյանը բարի օր է մաղթում բոլորիս։ Եստեր Մխիթարյանն ասում է բարի լույս, մեր սիրելի հաղորդավարներ, եկեք սրճենք բարի ու օրհնված օր բոլորիս, մաղթում է Վարդիթեր Գևորգյանը։ Մենք էլ ենք միանում բոլոր բարեմաղթանքներին երկուշաբթին եւ նաեւ աշխատանքային շաբաթը սկսենք դրական լիցքերով եւ բարձր տրամադրությամբ։ Այո, մանավանդ որ ինչպես երգում էր Իվետ Ամուկուչյանը, սեր կա երկնքում Երևանի եւ մայրաքաղաքում էլ այս պահին 15 աստիճան տաքություն է, բայց օրվա ընթացքում տեղումներ են կանխատեսվում, թե այսօր, թե վաղը, թե մյուս օրը եւ իդեպ դա վերաբերում է ոչ միայն մայրաքաղաքին, այլև մարզերում եւս հնարավոր են տեղումներ, իդեպ որոշ հատվածներում նաև հորդառատ, բայց եկեք դրական նայենք այս ամենին, թեև գարունն ավարտվեց, բայց լիարժեք առանց տեղումների օրեր կարծես թե հաշված ունեցանք, վերցրեք անձրևանոցներ այսօր ձեզ հետ, իսկ մինչև այդ աշխատանքի, դասի կամ որևէ պայմանավորվածության շտապելիս կարող եք նաև մեզ վերցնել ձեզ հետ, ականջակալներով շարունակեք լսել, եթե անգամ տանից հիմա դուրս եք գալիս, իսկ առանձնատուկ ողջունում ենք նաև նրանց, ովքեր մեզ լսում են ավտոմեքենաներում եւ երթուղային տաքսիներում եւ առանձնատուկ ամուր նյարդեր ենք մաղթում այդ մարդկանց, որովհետեւ մայրաքաղաքում երկուշաբթի առավոտյան բնորոշ խցանումներ են, 7 աստիճան է խցանումային նիշը, այնպես որ մեզ լսելով միգուցե թեթևացնեք այդ ծանր վայրկյաններն ու րոպեները, որոնք հատկացնում եք խցանումների մեջ։ Ամուր նյարդեր պետք է մաղթել, կարծում եմ նաև այն մարդկանց, որոնք տանը ունեն դեռահասներ, որովհետեւ սա ամենադժվար տարիքն է, կարծում եմ, ամենադժվար տարիքներից մեկն է, չնայած վստահաբար երեխաների յուրաքանչյուր տարիք էլ իր հետ բերում է ինչպես առավելությունները, այնպես էլ դժվարությունները, բայց դե
դեռահասների հետ նույնիսկ շփվելը հաճախ շատ բարդ է, ելուր մնաց մեծացնելը, դասյարակելը, վտանգներից զերծ պահելը։ Աստիճանաբար հասանք օրվա մեր թեմային եւ այս թեմայով էլ հենց զրուցելու ենք մեր հյուրի հետ։ Րոպեներանց մարտաղավարում է լինելու Աննա Ասլանյանը, դեռահասների հետ աշխատանքի եւ ընտանեկան հաղորդակցության մասնագետ։ Այնպես որ եթե տանը ունեք դեռահաս, ապա ել ավելի բարձրացրեք ռադիոընդունիչի ձայնը եւ լսեք վերհիշեք, այո, մեր հեռախոսահամարը 553702, բացառիկ հնարավորություն կարող եք մասնագետին ուղղել ձեր հարցերը, նաեւ գրել հարցեր մեկնաբանություններում, մենք դրանք սիրով կընթերցենք։ Եվս մեկ երաժշտական դադար եւ արդեն տաղավարում կհյուրընկալենք մեր այսօրվա մասնագետին, ու ինչպես Վեգան նշեց, կխոսենք այս շատ կարեւոր թեմայի մասին, հատկապես այն ընտանիքների համար, որոնք իրենց տանը դեռահասներ ունեն։ You stepped inside with a vibe I ain't never seen. Yes, you did. Ooh, so girl, if you talk like you walk, come and talk to me. But look here, it would break my heart, break my heart, break my heart if I find out you can't move. You better show me now, show me now, show me now. Cause when I take it to the floor, ooh, you gotta get down. You know what to do. Hey, Mr. DJ, play a song for this pretty little lady. Cause if she dances good as she look right now, I just might make her my baby. I just might make her my baby. Hey, I just might. Oh, I just might. But first, may I just say that your face got me so intrigued. I'm so intrigued. But what good is beauty if your booty can't find a beat? I don't wanna know, girl. So please don't do that to me. Cause it would break my heart, break my heart, break my heart if I find out you can't move. You better show me now, show me now, show me now. Cause when I take it to the floor, ooh, you gotta get down. You know what to do. Hey, Mr. DJ, play a song for this pretty little lady. Cause if she dances good as she look right now, I just might make her my baby. I just might make her my baby. Hey, whoa, 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 whoa. Whoa, 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 whoa. It's the part where you break it all the way down, 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 down. This the part where I turn you all the way around, round, round, round. Put some spirit in it, put your heart into it. That's all I need. And if I like what I see, you're coming home with me. Hey, Mr. DJ, play a song for this pretty little lady. Cause if she dances good as she look right now, I just might make her my baby. I just might make her my baby. Hey, Mr. DJ, play a song for this pretty little lady. Cause if she dances good as she look right now, I just might make her my baby. I just might make her my baby. Hey, I just might. Oh, I just might. Բրունո Մարսը իր երգի ավարտին անակնկալուն էր մեզ համար։ Մենք շարունակում ենք մեր ուղիղ հեռարձակումը 10:19 եւ դուք հետեւում եք Հանրային ռադիոյի առաջին ծրագրին 107.7 հաճախականությամբ, ինչպես նաեւ մեր կայքում armradio.am եւ մեր Facebook-յան հարթակում Հայաստանի Հանրային ռադիո։ Մեր հյուրն արդեն մեր տաղավարում է, սիրով ներկայացնում եմ դեռահասների հետ աշխատանքի եւ ընտանեկան հաղորդակցության մասնագետ Աննա Ասլանյան, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք եւ ուրախ ենք, որ օրը սկսում եք մեզ հետ։
Իսկ ընդհանրապես ինչպես եք սկսում օրը։ Ընդհանրապես օրը սկսում եմ շատ ակտիվ, քանի որ երեխաները շատ են տան մեջ եւ բացի մայրիկ լինելուց նաեւ մասնագետ եմ։ Ահա։ Դեռահաս երեխա էլ կա։ Ունեմ դեռահաս 14 տարեկան աղջիկ եւ զույգ տղաներ 2 տարեկան։ Հրաշալի։ Իսկ հետաքրքիր է առհասարակ ինչպես եք ընտրել ձեր մասնագիտական նեղ ուղղվածությունը, ինչու հենց դեռահասները։ Գիտեք, առհասարակ ցանկացած ուղղության մեջ, մասնագիտության մեջ կա միֆ։ Քանի որ տան ունեմ դեռահաս, միշտ հետաքրքրել է իմ երեխայի տարիքային առանձնահատկությունները, որից ելնելով եւ իմ մասնագիտությամբ ուղղություն եմ ընտրել։ Այս պահին բացի դեռահասների հետ նաեւ աշխատում եմ նախադպրոցական հաստատությունների, դաստիարակների, ուսուցիչների հետ նաեւ դպրոցում, ծնողների, այսինքն ամեն ինչ կապված է ինձ հետ, նաեւ իմ աշխատանքի մեջ է գոյություն ունի։ Կարծում եմ կարող ենք վստահ ասել, որ դեռահասությունը բեկումնային տարիք է մարդու կյանքում եւ ծնողի տեսանկյունից կարծես թե էլ մի պահի այն երեխան չէ, որին ճանաչում ես։ Շատ կտրուկ փոխվում է, ամեն ինչ փոխվում է, վարվելակերպը փոխվում է, դեպի քեզ վերաբերմունքն է փոխվում եւ շատ հաճախ անհասկանալի է դառնում, թե ով է քո տանը։ Ինչու է այսպես տեղի ունենում եւ ինչ կարելի անել նման իրավիճակներում։ Դուք իրավացի եք, իրականում այս տվյալ իրավիճակում երկու մարդու մասին պիտի խոսենք՝ ծնողների եւ հենց դեռահասի։ Ասեմ առհասարակ, որ դեռահասությունը շատ հետաքրքիր փուլ է մարդու կյանքում եւ ինքը մի անգամ է լինում։ Այսպես եթե կարող ենք ասենք անցումային փուլ է եւ երեխան առհասարակ ուղակի կայանում է։ Ծնողների համար ինչու է դժվար լինում, որովհետեւ իրենք անընդհատ համեմատում են նախորդ իրենց երեխայի հետ, փոքրիկի հետ, բայց ծնողը պիտի հասկանա, որ երեխան առանձնանում է ծնողից եւ կառուցում է ինքն իրեն։ Դիրքավորվում է հասարակության մեջ եւ մեզ ինչու է դժվար լինում, որովհետեւ մենք իրեն չենք պատկերացնում, որ ինքը արդեն այն երեխան չէ, արդեն մեծ է, անհատ է եւ ինքնուրույն կերպար է։ Դրա համար էլ մենք անդադ բախվում ենք, ուզում ենք վերադարձնենք մեր փոքրիկ երեխային, բայց այդպես չի։ Այդպես երբեք էլ չի լինելու։ Մենք արդեն պիտի սովորենք շփվել նոր մարդու հետ։ Ահա, եւ այս դեպքում ձեր աշխատանքը փաստորեն ոչ միայն դեռահասի հետ է, այլև ծնողների հետ, որոնց մեջ պետք է հետ ընկալումը փոխել։ Ամենադժվարը ես ձեզ կասեի, որ ծնողներն են։ Ծնողները, որովհետեւ շփոթության մեջ են հայտնվում, երեխան իր ճանապարհն անցնում է։ Իսկ ծնողները անդադ ասում են. նախկինում ինձ լսում էր, նախկինում մի քիչ այլ էր, այդպես մեզ հետ չէր խոսում, ոնց որ իմ երեխային փոխած լինեն, չեն փոխել, նույն երեխան է, ուղղակի ինքը մեծացել է։ Ուղղակի երեխա չէ, ուղղակի երեխա չէ։ Ներողություն, հենց այն նշեցիք, չէ, որ առաջ լսում էր, հիմա չի լսում, ամենադժվար բաներից մեկը, որին ծնողը կարծում եմ հատկապես դեռահասության շրջանում բախվում է, դա այդ ընտրությունն է։ Արդեն այն տարիքում չէ, կարծես թե որ շատ խիստ խոսես, շատ մեղմ ընկերականն էլ ոչ միշտ է, որ անցնում է ժողովրդական լեզվով ասած, զուգահեռ կա հասարակության ճնշումը, որ չգիտեմ կան, չէ, այ մի հատ որ այսպես թարս նայես կամ որ մի հատ շատ կոպիտ լինես, շատ բարի ես կամ հակառակը շատ խիստ ես, զուգահեռ կա եւ ծնողը կարծես թե չի կողմնորոշվում, լավ, ինչ լեզվով է պետք խոսել դեռահասի հետ։ Այս դեպքում կա հստակ ճիշտ մոտեցում, որ պետք է կամ չգիտեմ ամուր եւ խիստ լինել, դիրքը պահել ծնողի կամ պետք է ընկերական լինել, թե սա նույնպես ինդիվիդուալ է եւ կախված է դեռահասից։ Տեսեք, շատ հետաքրքիր հարց եք տալիս, առհասարակ բոլոր ծնողները միշտ այդ հարցը տալիս են, լինեմ ծնող թե ընկեր։ Ահա, այո։ Իմ կարծիքով ավելի ցանկալի կլինի լինել ծնող, բայց օգտագործել ընկերական շփումներ։ Որովհետև ծնողները միշտ պահանջում են երեխայից, իսկ այս տարիքում երեխան խուսափում է պատասխանատվությունից, ինչու ինքը ավելի շատ ժամանակ անցկացնում իր ընկերների հետ։ Այնտեղ չկան պարտականություններ, այնտեղ չկան հստակություններ, սահմաններ, իսկ ծնողը միշտ ասում է, այսպես ճիշտ է, այսպես սխալ է։ Դու նախկինում այսպես էիր անում։ Դրա համար ծնողները պիտի սովորեն ուղղակի շփվել եւ հաղորդակցվել դեռահասների հետ։ Սպეციფიկ խումբ են, գիտեք, ծնողները, ովքեր ունեն դեռահասներ։ Իրեն շատ դժվար է եւ դրա համար մեր ամբողջ հիմնական աշխատանքները ուղղված են օգնել ծնողներին հաղթահարել տվյալ փուլը։ Երեխան այսպես թե այնպես անցնում է իր ճանապարհը, ինքը մեծանալու է։ Ուղղակի դուք պետք է շատ հետաքրքիր խորհուրդ կտամ որպես մենտոր, որպես մի մարդ, ով իրականացնում է դասընթացներ եւ հանդիպումներ ծնողների հետ։ Փորձեք ոչ թե նայել ձեր երեխային, այլ տեսնել իրեն։
Երբ այդ գործիքը ձեզ մոտ աշխատի, ամեն ինչ ավելի པարզ կլինի, որովհետև իրանք ցույց են տալիս մի գործողություն են ցույց տալիս, որի ներքո թաքնված է օրինակ լրիվ այլ մի բան։ Օրինակ, եթե իրենք կոպտում են, ոչ վայել ձևով են իրենք դրսևորում իրենց, ավելի խիստ են իրենց ձայն են բարձրացնում, ավելի կոպիտ խոսքեր են օգտագործում, վստահ եղեք, եթե դուք դա տեսնում եք, նայում եք, բայց եթե դուք տեսնեք, դուք կհասկանաք, որ ներսում կորած, շփոթված եւ օգնություն խնդրող մի փոքրիկ է այնտեղ նստած։ Այնպես որ փորձենք օգնենք ծնողներին ոչ թե նայել, այլ տեսնել իրենց երեխաներին, որտեղ հենց այդ պահին դուք կհասկանաք ովքեր են իրենք լինելու ապագայում։ Ինչ հետաքրքիր բնավորության գծեր են իրենք դրսևորում։ Այդ անկախությունը, անհատությունը, անհատականությունը, որոնք իրենք ընդգծում են, դա իրոք շատ հետաքրքիր բնավորության գիծ է։ Ուրեմն դուք վստահ եղեք, նաև կօգնեք իրեն ճիշտ մասնագիտական կողմնորոշվել, որտեղ մեր բնավորությունը շատ հետաքրքիր է դրսևորվում։ Այ հետաքրքիր է, ինչքանով են պատրաստ ծնողները կյանքի այս փուլում, այս բարդ փոխհարաբերությունների փուլում, այսինքն երբ կա տանը դեռահաս, դիմել մասնագետի, որովհետև ընդհանրապես հոգեբանին դիմելը նոր սկսվում է դառնալ ինչ որտեղ նաև տրենդային եւ մարդիկ չեն ամաչում դիմել մասնագետի, բայց ընտանեկան փոխհարաբերությունը շատերի կարծիքով սովորական է, բոլորս էլ դեռահաս ենք եղել, տանը վիճել ենք ծնողների հետ, ինչքանով են ծնողները պատրաստ այս հարցում դիմել մասնագետի օգնության։ Տեսեք, մեր մշակույթում պատրաստ չեն, առհասարակ պատրաստ չեն։ Օգնում են ներընտանեկան զրույցները։ Օրինակ ամուսինները միշտ հիասթափված իրար հետ նստում, վերջում այդ վերջից հետո ասում են դու սխալ ես դաստիարակել քո երեխային, հիմնականում դերը դրվում է մայրիկին, որովհետև այդպես է մայրն է կրում հիմնական դաստիարակության պատասխանատվությունը։ Եթե ամեն ինչ լավ է, ուրեմն դա բոլորի հաղթանակն է։ Եթե մի բան այլ չէ, մայրը սխալ է արել։ Ինչ որ միտեղ դու ասում են չէ քո դաստիարակացը։ Այո, միշտ ասում են, որ դուք սխալ եք իրան դաստիարակել, դու շատ ես իրան հնարավորություններ տվել, հիմա մենք ոչինչ չենք կարող անել։ Կամ էլ օգնում են միջընտանեկան զրույցները, այսինքն ունենք ընկերներ, ում տանը նույնպես ապրում է դեռահաս, խոսում ենք, շփվում ենք, բայց ես որպես մասնագետ, ով աշխատում է վարքային, զբաղվում է վարքային ախտորոշմամբ, շատ կարևորում եմ դիմել մասնագետներին։ Ծնող լինելը մասնագիտություն է։ Եվ այն պետք է սովորել, առավել եւս դեռահասության փուլում։ Դեռահասների համար պատկերացրեք ինչքան դժվար է։ Իրենք ոչ երեխա են, ոչ մեծահասակ։ Իրանք կանգնած են երկու տարիքային խմբերի միջև։ Եվ կարող են լաց լինել որպես երեխա, եւ կամակոր լինել որպես երեխա, եւ մեկ էլ հիասթափվել եւ որոշումներ կայացնել որպես չափահաս մարդ։ Ուղղակի եւ ուսուցիչներին, եւ ծնողներին պետք է սովորեցնել ապրել դեռահասների հետ եւ շփվել իրենց հետ։ Հասկանալ, որ դա կյանքի բնական փուլ է, որով բոլորն անցնում են։ Դա բնական փուլ է եւ դա հնարավորությունների տարիք է։ Որոնք են այն հիմնական սխալները, որ ծնողներն անում են, որովհետեւ ինչպես նշեցիք, մասնագետի դիմելու մշակույթ գրեթե չկա, հատկապես այս հարցում եւ շատ հաճախ ընթացքում են էլի սովորում կոպիտ ասած, որոնք են այն ամենատարածված սխալները, որոնց հաճախ բախվում եք։ Ուրեմն ամենաշատ եւ տարածված սխալները, որոնք ծնողները օգտագործում են եւ ամեն օր են դա անում, երբ որ իրենք սկսում են փոխել երեխային։ Այսինքն փորձում են իրեն բացատրել, որ ճիշտ չես արձագանքում, ուղղիր քո վարքը, այդպես չի կարելի։ Ամենատարածված խնդիրներից նաև դա վերահսկողությունն է։ Իրենք ուղղակի փախնում են այդ ամենից եւ հենց այստեղ, երբ որ մենք խոսում ենք, կարելի է օգտագործել ընկերական կոնտակտը։ Օրինակ, գտեք հարմար պահը եւ մոտեցեք ու պարզապես հետաքրքրվեք ու ասեք, ինչ կա քեզ մոտ։ Ինչով էիր զբաղվում այսօր, լավ անցավ օրը թե ոչ, փորձեք հարցերի միջոցով ընկերական զրույց կառուցել երեխայի հետ։ Տարածված նաև ամենատարածված սխալներից է, երբ որ առաջանում է բախում։ Եվ հենց այդ բորբոքված պահին ծնողը սկսում է երեխայի հետ խոսել։ Իրենք կամ քարանում են եւ ոչ մի ձև չեն արձագանքում, կամ կոպտում են եւ հեռանում են, գնում են իրենց տարածք, որը հենց ծնողներն են իրենց համար առանձնացրել։ Եթե բոլոր դեռահասները սենյակ ունեն։ Տանից են մեկ էլ գնում, մի քիչ ժամով, այսինքն փոխում են տարածքը, որտեղ դուք կաք։ Դրա համար շատ կարևոր մի բան, time out։ Դա վարկյանի րոպեների ուղղակի պահպանումն է, երբ որ ծնողը պետք է պարզապես փորձի ոչինչ չասել։ Դուք իրեն պետք է խորհուրդ տաք, այ երբ որ դու հետ կգաս եւ քո տրամադրությունը կփոփոխվի, եւ քո ձայնի տոնը եւ քո վարքը կփոփոխվեն, ես պատրաստ եմ քեզ հետ զրուցելու, հիմա ոչ։
Ահա։ Մենք շարունակենք մեր զրույցը, գովազդային փոքրիկ դադար ունենք եւ հատկապես արդեն կարող ենք օրինակով խոսել, վեգա ի վերջո դեռահաս ես մեծացնում տանը, տեսնենք դու ինչ խնդիրների ես զբաղվում։ Գովազդ կվերադառնանք վարքյաններ անց։ Սուրճ ու սեր առավոտից։ Դեռահասների եւ ծնողների հետ փոխհարաբերությունների մասին շարունակում ենք զրուցել մասնագետի հետ։ Այո, եւ իրականում մտածում եմ այն մասին, որ մեր օրերում, այն ժամանակաշրջանում, որ մենք ենք ապրում, կարծես թե այդ սահմանները մի փոքր ավելի կտրուկ են դարձել, հաշվի առնելով, թե ինչքան տարբեր կյանքեր ենք ապրում, այսինքն նույնիսկ տեխնոլոգիական առումով չգիտեմ, առաջադեմ երիտասարդները, միևնույնն է, որոշ հարթակներից դեռ չեն օգտվում, որոնցից օգտվում են օրինակ դեռահասները։ Նրանք ունեն իրենց համապատասխան ինչ-որ on-line հարթակները, ինչ-որ կայքերից են օգտվում, հավելվածներից են օգտվում, որոնք տարածված են եւ հայտնի են իրենց շրջանում, եւ հաճախ դա էլ կարող է անհանգստություն առաջացնել, դեռահասը երբեմն պատասխանում է ուղղակի ինքդ փորձիր նոր արգելիր եւ նման բաներ եւ այս հարցին զուգահեռ նաեւ մեր ռադիոլսողներից Եստեր Մխիթարյանն է on-line հարց ուղղել համացանցը ինչպես է ազդում դեռահասի վարքի վրա եւ ինչպես դեռահասին կտրել համացանցից դա հիմիկվա ժամանակների մեծ խնդիրն է, եթե առհասարակ պետք է կտրել։ Շնորհակալություն Էսթերին հարցի համար։ Իրականում կտրել մենք չենք կարող։ Ինչքան էլ որ փորձենք եւ ուզենք չենք կարող։ Դեռահասները անգամ երգերում են այդպես ասում, որ երեխաները մեզանից ավելի ուժեղ եւ ավելի լավը պիտի լինեն։ Իրենք այնքան հմուտ են սոցիալական հարթակներում, որտեղ որ ծնողները չեն կարող իրենց ուղղակի հասնել։ Ես էստեղ որպես դիագնոզ, վարքային դիագնոզ, հենց կարձականքեմ վստահություն, համագործակցություն եւ դիսցիպլինա։ Եթե դուք կարողանաք շատ մեղմ այս շատ դժվար եւ կոպիտ գործիքները կիրառեք, ձեր երեխան ձեզ կսկսի վստահել եւ անպայման սահմանափակումներ։ Դուք պիտի կարողանաք իրենց օրը մեկ այլ գործողություններով լցնել, որոնք իրենց դժվար են լինելու։ Տեսեք, օրինակ, ես իմ երեխայի հետ ունեմ անհատական զարգացման պլան, որում անպայման ներառել եմ կենցաղային գործեր։ Իրենք հետ են մնում կարևոր առօրյա հիմնական ընտանեկան գործերից, եւ դրա համար իրենք ուղղակի կորում են համացանցում եւ իրենց վերադարձնել անհնարին է լինում։ Գրեթե ցանկացած ծնողին, ովքեր ունեն դեռահասներ, հարցնեք, անպայման կասեն, հեռախոսի մեջ են, հեռախոսից դուրս չեն գալիս։ Երբ մտնեք իրենց սենյակ, արագ հեռախոսը դնում են, ասում են, հենց նոր մի հատ բան նայեցի, նորից հետ եմ դնում տեղը։ Դա խոսում է նրա մասին, որ դուք իրեն չեք ներառել առօրյա կյանքի տարրական գործողությունների մեջ։ Օրինակ, որոշում կայացրեք, որ ընտանիքում հացը գնում է ինքը, դպրոցից վերադառնալուց, կամ աղբը թափում է ինքը, կամ օրինակ օրական 3 անգամ ինքը օրինակ սեղանը դնում է եւ հավաքում է։ Եվ աղջիկների համար կարելի է ընտրել գործողություններ եւ տղաների լցրեք իրանց օրը առօրյա պրիմիտիվ տարական գործողություններով, որոնք հենց մենք ենք արել։ Ինչն ենք հայրիկին օգնենք տոպրակները բարձրացնի վերև։ Իրենք շատ դժվար են դա անելու։ Մրթմրթալով, դժգոհելով, ձեր մասին ամեն ինչ ասելով։ Ինչու՞ չես դու անում։ Այո։ Ահա։ Հիմա օրինակ երբ խնդրում ես կգնաս հաց գնելու, նրանք սովորել են մի բառ ներկայիս դեռահասները, որը մեր ծնողներին ուղված բառապաշարում մենք չունեինք, այն է ոչ։ Այո։ Օրինակ հարցնում եմ, քիչնես հաց առնելու։ Չէ։ Կներես, չեմ ուզում։ Տեսեք, դուք համ ասեցիք, համ ձեր սխալը բարձրաձայնեցիք, մենք չենք հարցնում, դա դարձնում ենք առօրյա։ Հացը այս պահին պետք է ընտանիքում սով ունենալ մշակույթ, բաժանել գործողությունները միմյանց միջև։ Գործողություններ կան, որ պիտի անի մայրիկը եւ իրենք կազմեն 90%-ը, եւ այն մնացած 10%-ը բաժանել մնացած տան անդամների միջև։ Դա մշակույթ է, իրեն շատ դժվար է հասնել, բայց հնարավոր է։ Միայն այդ դեպքում դուք կլցնեք իր կյանքը կարևոր մանր գործողություններով։ Եվ ինչու եմ հենց նշում մանր, որովհետև մանր գործողությունները եթե միացնեք, դուք կստանաք ամբողջականություն։
Այսինքն երբ նշեցիք դիսցիպլինայի մասին, ես ուզում եի հարցնել, ինչպես գալ այդ դիսցիպլինային, որովհետև շատ հաճախ ունենում ենք բարդ դեպքեր, երբ իսկապես նույնիսկ այդ խոսակցության սեղանին բերելն է շատ դժվար լինում եւ ուղղակի անհնար է թվում դիալոգը Էլուր մնաց դիսցիպլինա մտցնելը, բայց ձեր խոսքից հասկացա, որ այդ դիսցիպլինան երբեմն կարող է ոչ ուղղակիորեն լինել, այսինքն դեռհասը նույնիսկ չզգա, հա, որ մտցվեց այդ դիսցիպլինան։ Այո, դուք պիտի շատ հմուտ դա անեք եւ պիտի փոքր քայլերով գնաք առաջ։ Եթե դուք օրինակ որոշել եք, որ վերջ այսօրվանից միասին նստում ենք հաց ուտելու, հիմնականում այդպես ենք խոսում, երբ որ բարկացած ենք, ոչ, այդպես չենք անում։ Բաժանեք այդ գործողությունը մանր գործողությունների, դեռահասներին շատ հեշտ է հետ բերել։ Բաց թողեք իրենց, որովհետև իրենք ամեն դեպքում կախված են մեզանից։ Իրենք ապրում են մեր տանը, իրենք դեռ գումար չեն աշխատում, որ լինեն ինքնուրույն, իրենք չեն կարող տարական ինքնասպասարկման հմտություններով հագուստ լվանան, հարթուկ են ժամանակին, չեն կարող դա անել, միևնույնն է իրենք ունեն մեզանից կախվածություն։ Օգտագործեք այդ կախվածությունը շատ հմուտ եւ իրան վերածեք գործողությունների։ Գիտես, այսուհետ օրինակ շաբաթ օրը միասին ենք ընտրելու։ Հետո շաբաթ օրը դարձեք եւս 4 շաբթի օրն ենք միասին ընտրելու։ Միասին մի ժամ ֆիլմ ենք նայելու, փոքր գործողություններով եկեք։ Հիմնական սխալները կայանում են նրանում, որ ծնողները երկու կարևոր, որ ես չնշեցի, պետք է լինել շատ հետևողական եւ հաստատակամ։ Եթե դուք որոշում եք կայացրել, որ այո, շաբաթ օրը ընտրում ենք բոլորով, գրեթե ամեն շաբաթ դուք պիտի ձեր պարտականությունը ճիշտ կատարեք։ Մենք որոշում կայացնում ենք, հետո մի այլ համագամանքից ելնելով մոռանում ենք այդ որոշման մասին, արդեն ուղեղում իր մոտ գնաց այսպիսի մի բան, ահա իմ ծնողը մի բան ասեց, մի բան արեց։ Դուք պիտի լինեք շատ հետևողական։ Որոշում կայացնելը դժվար է։ Ահա, բարդ է, իսկապես այդ փոխհարաբերությունը հետաքրքիր է, կան տարբերություններ, երբ սեռերը տարբեր են տղա դեռահասներ եւ աղջիկ դեռահասներ։ Գիտեք, այնքան հետաքրքիր հարց եք տալիս, առհասարակ սոցիումում մենք եւ ֆիզիկապես ենք տարբեր, եւ մեր սոցիալական վարքագծում ենք տարբեր։ Այսպես ասած ունենք երկու սեռ՝ ֆիզիոլոգիական սեռ կամ տղաներ են կամ աղջիկներ եւ սոցիալական սեռ։ Եվ շատ հաճախ մենք անընդհատ այդ հարցը ասում ենք, գոյություն չունի այդ հավասարությունը, որովհետև մեր հասարակության մեջ կան մոտեցումներ, սկզբունքներ, վերաբերմունք, իհարկե աղջիկներն այլ են, տղաներն այլ են։ Չնայած մեր արժեքային համակարգը նույնն է։ Բայց մեր վարքագծում մենք միևնույնն է դրսևորվում ենք կամ իգական սեռ կամ արական։ Շատ ցանկալի է, որ հարգանքը, վերաբերմունքը, արժեքները մեր քրիստոնեական լինեն բոլոր սեռերի համար։ Բայց ինչպես դուք ճիշտ եք ասում, այո, աղջիկ դեռահասները ավելի շատ աշխատում են իրենց արտաքին խնդիրների վրա, դուք կտեսնեք իրենց մոտ ավելի կտրուկություն, ավելի դեմոնստրացիա, հա, իրենք ներքին իրենց արժեքային համակարգի մեջ շատ փոփոխություններ են ունենում։ Դրա համար այսպես ենք բաժանում։ Տղա դեռահասները դրսի դրսևորումներ են ցույց տալիս, աղջիկները ներքին։ Տղաները ինչ կարող են անել։ Մամ, դե հերիք է էլի, թողնեն ու գնան։ Շփվեն ավելի շատ դրսում իրենք իրեների հետ։ Աղջիկների մոտ ինչ է լինում։ Ինքնագնահատականն է իջնում, ավելի շատ սկսում են կասկածել իրենց վրա։ Դա համար ավելի շատ աշխատում են իրենց արտաքինի վրա։ Ես հասկանում եմ պարզապես դպրոցներին, որտեղ որ դեռահասներ են սովորում։ Ու մի բան էլ ուզում եմ նշել, որ դեռահասության տարիքը իջել է։ Եթե մենք ժամանակին համարում էինք, որ 13, 14, 15 տարեկան դեռահասության մուտք է, հիմա իջնում ենք շատ ներքև 9, 10 տարեկան երեխան արդեն սկսել է դեռահասների դրսևորումները ցույց տալ։ Բայց շատ եմ ուզում խնդրել ծնողներին, որ չշփոթեն երեխաների վատ վարքը դեռահասության դրսևորումների հետ։ Դուք շատ կտեսնեք ծնողներ, որ ասում են, դե լավ, ասում են պիտի դիմանանք կանցնի։ Փորձեք ուղղակի ճիշտ վերաբերվել այս երևույթին, որպեսզի հետո դաստիարակության հետ մենք խնդիրներ չունենանք, որովհետև կոպտել եւ կոշտել ծնողներին, այո, կախված է դեռահասության փուլի հետ, բայց նաև սա դաստիարակության մոտեցման եւ արժեքային համակարգի խեղաթյուրում կարող է դիտարկվել։ Եվ մենք պիտի շատ զգույշ լինենք, որովհետև կանցնի դեռահասության փուլը, բայց եթե մենք դաստիարակության մեջ բաց ենք թողել դա, որ տան մեջ ծնողներին պետք է հարգել։ Մենք մեր ձայնը չենք բարձրացնում։ Եթե դու բարկացած ես, արի մտածենք ինչ կարող ենք անել, որովհետև դեռահասության փուլը կանցնի, բայց այդ դրսևորումները կմնան իր հետ ամբողջ իր կյանքի ընթացքում։ Եվ ծնողը կփոխարինվի իր զուգընկերոջ հետ, գործընկերոջ հետ, ընկերոջ հետ։ Մենք պիտի ամեն դեպքում մեծացնենք դաստիարակված, արժանի
լավ մարդկանց, որովհետև միշտ մոդայիկ են մնում կրթությունը եւ դաստիարակությունը։ Երևի թե այս լավ նոտայով էլ ինչպես ասում են ավարտենք մեր զրույցը, թեև շատ հարցեր եւ շատ խորքային շերտեր դեռ կան, որ կարելի է բացահայտել, այդ ամենը ինչպես կարող են անել ձեզ հետ թե մասնագետները եւ թե ծնողներն ու դեռահասները, եթե ունեն ցանկություն։ Մենք ես եւ իմ գործընկերը Սոնա Ծառուկյանը հիմնադրել ենք մի հարթակ Skill Lab կազմակերպություն եւ Instagram-ի եւ Facebook-յան էջում կարող են մեզ տեսնել։ Դա մի հարթակ է, որտեղ որ կազմակերպվում են անհատական եւ խմբային հանդիպումներ, վերապատրաստումներ, տրեյնինգներ, ծնողների, ուսուցիչների, դեռահասների, ովքեր մասնագիտական կողմնորոշման խնդրի առաջ են կանգնած, եւ մարդկանց առհասարակ, ովքեր հաղորդակցման մեջ են մտնում միմյանց միջև։ Մեր կազմակերպության անունը հենց ես նոր նշեցի Skill Lab։ Հրաշալի։ Շատ շնորհակալ ենք ինչպես խորհուրդների, այնպես էլ առավոտը մեզ հետ սկսելու համար։ Օրվա լավ շարունակություն ենք մաղթում ձեզ էլ եւ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնում, որ մեր տաղավարում եք։ Սիրով հիշեցնեմ, որ զրուցում էինք Աննա Ասլանյանի հետ դեռահասների հետ աշխատանքի եւ ընտանեկան հաղորդակցության մասնագետ։ Եվս մեկ երաժշտական դաթար, որի ընթացքում մենք կլուսանկարվենք մեր հյուրի հետ, հետո կվերադառնանք ու կանցնենք եթերաժամի վերջին հատվածին։ Սուրճ ու սեր առավոտից։ 10:43 շարունակում եք հետևել Հանրային ռադիոյի առաջին ծրագրին եւ մենք շարունակում ենք ուղիղ եթերում լինել 553702 մեր ուղիղ կապի հեռախոսահամարը վերջին րոպեներն են, եթե ցանկանում եք մեզ զանգահարել, շտապեք։
Մեր հավատարիմ ռադիոլսող Եստեր Մխիթարյանը էլի ունի մեկնաբանություններ, որոնք գրել է մեզ շատ արագ, դրանք նույնպես կարդամ, կոմպլիմենտ կա ինձ ուղղված, ինչի համար շնորհակալ եմ։ Շիրազին շատ եմ սիրում նրա համար, որ սապոն ողջ չի եղել, գրում է Եստերը մյուս գրողների նման ու ճիշտն ասել է շատերի դեմքերին։ Այո, ուղղախոս է եղել, այո։ Պատկի ընկել Հովանես Շիրազը 10:44 փողկապի հայտնի պատմությունը Շիրազի մասին էր։ Այո, եթե չեմ սխալվում, խմբագրի հետ կապված չէ, որ կարծեմ, այո, կանաչ փողկապ էր կապել եւ դրանով գնացել գրողների միություն նման մի պատմություն կա, չէի հիշում Շիրազի մասն էր, ոչ այո։ Շատ սրամիտ է եղել։ Շարունակենք մեր եթերը եւ տեսնենք թե ինչ կա չկա համաշխարհային լրահոսում եւ այսպես վերջապես մեծ էկրան բարձրացավ Մայքլ Ջեքսոնի մասին պատմող կենսագրական ֆիլմը Michael անունով, այս ֆիլմի մասին տարբեր եթերների ընթացքում խոսել ենք, վեգան առաջիններից էի որ գնացի դիտելու հենց այդ օրը, իդեպ շատ ուրախ էի, որ հայկական կինոթատրոնները այդքան համընթաց են քայլում աշխարհին եւ մանավանդ որ արդեն ըստ օրենքի պարտադիր է հայերեն թարգմանությունը եւ արդեն հայերեն ենթագրերով էր ֆիլմը, այսինքն նախապես աշխատանք էր տարված եւ դրա համար պետք չէր օրինակ ամիսներ կամ շաբաթներ սպասել հենց պրեմիերայի օրը եւ նաեւ երկրպագուների էլ տեսա նրա ստվում Մանե Գրիգորյանը, որը Ջեքսոնի շապիկով էր եկել։ Ֆիլմը շատ տպավորիչ է, ազդեցիկ է, հատկապես դերասանը, որի առաջին փորձն է նման մեծ ֆիլմարտադրության մեջ նման դեր ստանձնելու եւ բայց կարծիքները ինչպես միշտ բաժանվում են երկու մասի, շատերը ոգևորված են եւ ցնցված, ոմանք ոչ այնքան, իհարկե ինչպես ասում են սփոյլ չեմ անի, բայց ֆիլմի գլխավոր ինձ համար թերությունն այն է, որ անսպասելի ավարտ է ունենում եւ ամբողջությամբ չի ներկայացված նրա կյանքի պատմությունը, թեև այնուհետև սրճարեց, ինչպես լինում է, չէ, բայոպիկերից հետո անընդհատ փորձում ես ուսումնասիրել, քեզ թվում է թե ամեն ինչ գիտես քո սիրելի արտիստի մասին, բայց չէ, կարծես թե կա մտադրություն 28 թվականին ունենալ ֆիլմի երկրորդ մասը։ Այսինքն կյանքի ինչ որ փուլից կտրուկ ավարտվում է։ Ինչ որ մի փուլից կտրուկ ավարտվում է։ Փոփի արքային նվիրված ֆիլմի ռեժիսորը Անտուան Ֆուկուային է եւ նա պատմում է Ջեքսոնի կյանքի եւ ստեղծագործության ամենակարևոր փուլերի մասին, սկսած մանկությունից մինչեւ նրա վերջին շրջագայությունը ընտանեկան խմբի կազմում, գիտենք Jackson 5-ը հայտնի է, այդտեղ ավարտվում է ֆիլմը, կյանքի այն մյուս դրվագը, երբ նա արդեն անհատ համաշխարհային աստղ է իր առավելություններով եւ թերություններով եւ կյանքի բարդություններով ֆիլմում չկա եւ ասում են որ երկրորդ մասում կլինի։ Այո, եթե կարծում եմ նաեւ մարքեթինգային ճիշտ մոտեցում է, որովհետեւ ստացվի որ երկու անգամ են նրա երկրպագուները տոմս գնելու եւ դիտելու ֆիլմ։ Իրականում եթե անկեղծ թե ինձ թե բազմաթիվ կինոմանների վերջին շրջանում շատ զայրացնում է այն, որ կարծես է հենց նախապես արվեստը մի կողմ է դրած եւ ամբողջությամբ է բիզնեսի վերածվել ֆիլմ ինդուստրիան եւ միայն հենց այդ նպատակով էլ արվում են նույն ֆիլմերի 7-րդ, 8-րդ, 9-րդ մասերն են նկարահանվում կամ ռիմեյք կոչվածներն են նկարահանվում ու երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նոր բան, նոր գաղափարներ առհասարակ չկան, բայց սեվակ կուզեմ ավելի մանրամասն հենց Ջաֆար Ջեքսոնի խաղին անդրադառնաս, որովհետև շատ քննարկվեց, շատերը բողոքում էին, շատերը կարծում էին, որ չէ, ճիշտ ընտրություն է, ամեն դեպքում արունակցական կապ կա, շատերն ասում էին, որ շատ ավելի նման մարդիկ կան, շատերը ինչին ես օրինակ դեմ եմ պնդում էին, որ պետք է այն նմանակներից որևէ մեկին վերցնել, ես օրինակ դեմ եմ դրան եւ այնքան էլ չեմ համակրում այն անձանց, որոնք որևէ ասխի կերպարը վերցնում են եւ ամբողջովին դա գործածում, օգտագործում, հատկապես երբ այնպիսի ասխի մասն է խոսքը, որը վաղուց մեզ հետ չէ։ Այո։ Ինչպիսին էր Ջաֆարի դեպքում, ի տարբերություն մյուս դրվագների, որ քննադատում են երկրպագուները, բոլորը նշում են, որ ֆիլմի գլխավոր դերակատարը փայլում է եւ հաշվի առնելով, որ սա նրա առաջին դեբյուտն է, էկրանային դեբյուտն է, շատ լավ է կատարում իր աշխատանքը, միևնույն ժամանակ եւ երգչի այդ ամաչկոտ կերպարը է ցույց տալիս եւ նրա բեմական լեգենդար ներկայությունը մի քանի համարներ կան, որոնք իրականից վերցված եւ կրկնօրինակված են ֆիլմում, բայց այս հատվածում հատկապես ֆիլմի դոմինանտ դերում է նաեւ Մայքլի հայրը եւ այդ Jackson 5 խմբի պրոդյուսերը Կոլման Դոմինգոն է կատարում հորդերը եւ որդու ու հոր լարված փոխհարաբերությունները լավ են ներկայացված, բայց ահա մնացած հատվածներում կան տարբեր բացթողումներ եւ ինչպես նշեցի հատկապես կյանքի շարունակությունն է բացակայում, ինչը եթե լինելու է երկրորդ մաս, ինչ որ
տեղ արդարացված է, բայց շատ երկրպագուներ նշում են, որ եթե դուք գնում եք կինոթատրոն դիտելու օրինակ Bohemian Rhapsody-ի նման ֆիլմ, որը ամբողջությամբ ներկայացնում էր Մերկուրիի կյանքի պատմությունը նրա կարիերայի սկզբից մինչև ավարտ, այդ սպասելիքները մի ունեցեք, այստեղ ֆիլմը ինչ որ մի հատվածում ընդհատվում է շարունակության հույսով։ Բա։ Ահա, այո, ակնկալիքները ավելի ներքև պահելով, կոնկրետ իմ դեպքում սա նշանակելու է, որ ես հիմա չեմ դիտի հաստատ ֆիլմը, քանի որ ինձ նյարդայնացնում են այդ կիսատության զգացումները։ Բայց մի բան էլ, որ երկրպագուները գովում էին, դա հագուստների դիզայներն է դիմահարդարում, հատկապես thriller տեսալովակը գիտենք, այդ նույն նկարահանումը կրկնօրինակված է նաև ֆիլմում, հայտնի նրանց դիմակները, ինչը շատ իրականությանը մոտ է արված։ Իդեպ, քանի որ խոսում էիր զուգահեռ պրեմիերաների մասին, կարծես թե դա Սատանան կրում է Պրադա ֆիլմի դեպքում չստացվեց, կարծես թե համաշխարհային պրեմիերան կայացել է, տեղի է ունեցել, հայկական կինոթատրոններում էլ օրերս, եթե չեմ սխալվում, արդեն կլինի, սա էլ նորաձևության ոլորտի սիրահարների համար ամենասիրելի եւ սպասված ֆիլմերից մեկն էր եւ հիմա զուգահեռ փորձում եմ հայկական կինոթատրոններում դիտել։ Այսօր կա արդեն, չէ, ներողություն եմ խնդրում, այսօր չկա։ Չէ, դեռ չկան, բայց առաջիկայում օրերս պլանավորված է եւ Հայաստանում նույնպես հնարավոր կլինի դիտել նաեւ այս ֆիլմը։ Դե ինչ Ջեքսոնից այսքան խոսեցինք, կարծում եմ երկրպագուները մեզ չեն ների, եթե Ջեքսոնյան մեկ ստեղծագործության այս բանին չլսենք, որից հետո կեզրափակենք եթերը եւս մեկ անգամ ձեզ հիշեցնելով, թե ինչ ջերմաստիճան է սպասվում այսօր եւ նաեւ կանդրադառնանք խցանումներին, որոնք հուսանք ժամը 11-ի դրությամբ մի փոքր թեթևացել են։ Դե ինչ Michael Jackson, They Don't Care About Us, իդեպ ֆիլմի որոշ երկրպագուներ դժգոհում էին, որ ֆիլմում շատ են երաժշտական հատվածները, իսկ մաքուր մելոմանները շատ գոհ էին, որ ֆիլմում անընդհատ կա երաժշտություն։ Եթերաժամի վերջին րոպեներն են եւ Ջեքսոնի ուղեկցությամբ եզրափակենք մեր եթերը։ Այո, They Don't Care About Us, շատ կարևոր ուղերձներով էլի
Այո, բայց այս երգը նաև կարելի է վերագրել այս տարվա գարնանը, որ ընդհանրապես մեր մասին Մեր չի մասին չի մտածում մտածում, այո, եւ բայց այս ամենևին պահին- գարուն չի բերում մեզ։ Այո, բայց հենց այս պահին հեռախոսային հավելվածս բավական հաճելի պատկեր է ցույց տալիս 15 աստիճան է, թեթև ամպամած է, այս պահին դեռ անձրև չունենք, բայց հեռախոսային հավելվածը նույնպես մայրաքաղաքում անձրևի հավանականության մասին հուշում է օրվա երկրորդ կեսին, սպասենք, տեսնենք, հաճախ լինում է, որ հենց ընթացքում փոփոխվում է եղանակը։ Ամեն դեպքում օթերևութաբաններն էլ են կանխատեսում տեղումներ, այնպես որ տանից դուրս գալուց առաջ անձրևանոցների մասին մի մոռացեք եւ մի մոռացեք ամուր նյարդերի մասին, եթե երթևեկելու եք եւ օրինակ քաղաքի ոչ այնքան կենտրոնական հատվածներից շտապում եք կենտրոն, որովհետեւ մեր մայրաքաղաքում պատկերը ոչ այնքան հուսադրող է, 7 աստիճան խցանում է այս պահին եւ կենտրոն եկող ուղղություններն են ծանրաբեռնված, որոնք եթերաժամի ընթացքում ձեզ ներկայացրինք եւ նաեւ կենտրոնում, փոքր կենտրոնում բավական շատ են ծանրաբեռնված փողոցները, իդեպ հաշվի առնելով, որ մեծամասշտաբ իրադարձություններ են սպասվում Հայաստանում, նաեւ ընտրական գործընթացներ, կարծում եմ առաջիկայում խցանումների մասին շատ ենք խոսելու, մայիսի 1-ին կա շքերթ, մայիսի 28-ին, այդ ընթացքում մեծամասշտաբ այլ իրադարձություններ, այնպես որ սիրելի վարորդներ եւ ուղևորներ, լցվեք համբերությամբ այս ընթացքում։ Իսկ մեզ մնում է եւս մեկ անգամ ձեզ մաղթել բարի լույս եւ առաջարկել, որ օրը շարունակեք անցկացնել հանրային ռադիոյի հետ։ Այո, եւ ընդհանրապես շաբաթն անցկացրեք հանրայինի հետ, մենք եթերում ենք ամեն աշխատանքային առավոտ 9:30-ից, վաղը ձեզ մեր տաղավարից կողջունեն մեր գործընկերները Լուսինեն եւ Տիգրանը, կասեն բարի լույս եւ եւս մեկ հետաքրքիր առավոտ վստահեմ կպարգևեն ձեզ։ Լավ օր բոլորիդ։ Դե ինչ, եզրափակենք եթերը Բրյունետի ստեղծագործությամբ, իսկ մենք կհանդիպենք հանրայինի եթերում շատ շուտով։ Այս պահին ես փորձում եմ շրջանցել այն գովազդները, որը համացանցը մեզ ամենուր պարտադրում է։ Երկ, որը կապ ունի մեր վերջին թեմայի հետ, Գարուն, հուսով ենք շուտ կգաս։ Ես կամու հետ բարենք մենք ու թող Կողանանք մայրամոտ նուշոցող Ես տանեմ իմ աշխար մորանաս ինչ որ կարու էլի Երևի թողնենք ամեն ինչ երվում Երևի հասնենք մեր ուզած տեղնում Արևի տակ բարելով Ես կեզ երվից տեսնելով Երկեմ կեզ անվերջ նայելով Իմ տան բակում արդեն դու բարում ես Իմ մտքում վաղու